2022 թվականին Երևանում հունիսի 9-ին սպանության փորձ էր տեղի ունեցել։ Ժամը 8:35-ի սահմաններում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից ոստիկանության նոր-նորքի բաժին ահազանգ էր ստացվել, որ կրծքավանդակի ձախ կեսի առաջնային անոթային գծի ուղղությամբ կտրած-ծակած վերք ախտորոշմամբ իրենց մոտ էր տեղափոխվել մի քաղաքացի։ Ոստիկանության նոր-նորքի բաժնի ծառայողները պարզել էին վիրավորի ինքնությունը, ով Երևանի բնակիչ Արթուր Մ. էր։ Ոստիկանները տաք հետքերով պարզել էին որոշ հանգամանքներ, թե որտեղ եւ ինչ պայմաններում է տեղի ունեցել դեպքը։ Նրանք Շենգավիթ վարչական շրջանում հայտնաբերել էին Կասկածյանին ու բերման ենթարկել ոստիկանության նոր-նորքի բաժին։ Նա Երևանի բնակիչ 55-ամյա Համլետ Հակոբյանն էր։ Վերջինս ոստիկանությունից ներկայացվել էր քննչական բաժին, որտեղ էր քննիչի որոշմամբ ձերբակալվել էր։ Հայտնաբերվել էր նաեւ հանցագործության գործիք դանակը։ Սպանության փորձի համար կասկածվողը առավոտյան նստել էր թիվ 42 երթուղին, սպասարկող ավտոբուսը եւ հասնելով նոր-նորք վարչական շրջան, Արթուր Մ-ն, ով ավտոբուսի վարորդն էր, նրան զգուշացրել էր, որ արգելվում է տրանսպորտի մեջ ծխել եւ հորդորել էր, որպեսզի չծխի, սակայն նա շարունակել էր ծխել, իսկ հետո իր մոտ եղած դանակով հարվածել էր վարորդին։ Վերջինս երբ տեղափոխվել էր հիվանդանոց, դանակը եղել էր մարմնի մեջ խրված։ Ամրուր լրատվականն այսօր Շենգավիթի դատարանում էր, ցանկանում էր լսել կողմերին։ Նախ փորձեցինք խոսել տուժող Արթուր Մ-ի հետ, սակայն վերջինս հրաժարվեց խոսել։ Խոսեցինք մեղադրյալ Համլետ Հակոբյանի հետ, թե ինչ էր կատարվել։ Համլետ Հակոբյանը պատմեց, որ բանտում կարել է բերանը, արդարություն է խնդրում, քանի որ ունի առողջական խնդիրներ։ Մանրամասները զրույցում։ Պատմեք ինչ էր տեղի ունեցել 42 ամարի երթուղայինում, ինչու էիք վարորդին դանակահարել։ Ուրեմն ես նստել եմ ավտոբուս ժամը 7:00 կես տենց 8-ի կոմերը 8:00 կես որ հասնեմ գործի բոլորը իջան ես իջնելուց դուրը փակել դեմի այդ կանգառում բոլորը իջան ես մյուս կանգառում բոլորը ասելով մարդիկ իջան մյուս կանգառում ես էի դեմը ասի դուրը բացի իջնե պաբիրոզը բերասեր ասեց գցի բացեմ Վարորդը։ Հա, ես էլ արդեն գիտեմ բացում է կպցրել եմ սիգարետ, ասի որտե գցեմ, բացի գցեմ։ Լուսամուտի վրա հանգցնեմ, ինչ անեմ, դրան վրա հանգցնեմ, դրան դեմնեմ։ Այդենց սկսենք խոսել է, ասի լավ, ասի գցեցի գետին ավտոբուսի մեջ։ Ասի բացի շտեմ, հեսագամ ասես տես ինչ կանեմ կեզ իսպանել է։ Ծխախոտը գցել էիք ավտոբուսի մեջ, դրա համար ասեց հեսագամ տես ինչ կանեմ։ Երևի ես չեմ իմանում, որովհետև չէր թողում իջնել, ասում էր հանգցրա, ես էլ ասում էի, որտե հանգցնեմ, պաբիրոզը լուսամուտի վրա թե գցեմ գետի։ Տենց միջմանք, ճիշտն ասած ես գնացի դաժե մի հատ կեպին խփեցի, ասի բացի դե հիմա իջնեմ։ Ասեց հեսակամ քեզի կսպանեմ։ Եկավ մանդիրովկով ես չէի տեսել, որ մանդիրով խկածյար է։ Դուրը բացեց ինք թափով իջավ էլ հետ եկավ, խփեց։ Մի հատ գլխից այսօր ծուրել էր, դրանք սաղ դատաբժիշկը բան արել, դատարանում էլ ասել այգան։ Մի հատ թևից, երկու հատ ոտից, ես բժիշկած էի, ինչու մակաշնես վեճ խշում է, կանթուզա եմ ստացի ինչ եմ արի չեմ անում։ Մի ձևի ուշքի եկա ինչ արեցի, ես ես փոքր խանութ արած դանակ ունեմ, բատարեն վրեն, անսարք, մենակ բատարեի համար էի պահում։ Ինքը բացվում է դանակը, բայց չես կարը իրանա ոչ իման անես։ Ես էլ անեցի խպեցի։ Եվ կյանքի վտանգ չի սպառնացել, մենք քիչ։ Կյանքի վտանգ չի սպառնացել։ Ասում է սրտին ճղած ծակած։ Այդ դանակը, այսքան դանակը ինքը չի կարա սրտին հասնի, հասարակ չափս գոյություն ունի, բայց գրել է բժիշկը։ Բայց իրեն չեն տարել, ասենք դատաբժիշկի մոտ ստուգեն, սիրտը ճղած ծակածա, վերաքնիչ տվեցի, տարան վերաքնիչ, ասում սրտին չի խպած, կողքն է խպած սրտի շրջանում, բայց իրենք ընձի դատին են հոտվածը, որը 14-ից 20 ծմայ է երկրորդ մասը, ես էլ գալադով կեքով, բերանս կարելով, 14 կար եմ տվել քանի անգամ, 14 կար, որ սա գոյություն չունի տենց, ոչ մեկ չի կարում, սա ուզում եք հարցեր եք բերտելում։ Դա քրեակատարողական հիմնարկում ձեզ կարեց։ Քրեակատարողական հիմնարկում։ Որ քրեակատարողականում էիք։ Բանում, Արմավիրում, 4-5 անգամ,
Ես 46 օր եմ մնացել, 30 օր եմ մնացել, 5.5 օր ջրադուլով, որ չասեն ջուր ես խմում։ Պարոն Հակոբյան, ուզում եմ մեկ հստակեցում անեմ, այսինքն առաջին Այծյանի դատանը ձեզ ազատազրկման է դատապարտել։ Չէ, առաջի Այծյանի դատարանը այդ իմ ամեն ինչ անելուց հետո իջացրեց երկրորդ մաս, առաջի մասը անեց 8-ից 15 տվեց ու 10 տարի ներքին համոզմունքով դատեց, որը ներքին համոզմունքը հանածա իրենց օրենքով չկա։ Մեկ, երկրորդը, ասում եմ գոնե մի հատ ապացույց բերեք, մի հոգի, այդքան ավտոբուսի մեջ մարդ է եղել։ Թող իր խոսքերը կրկն ինքացումա մինչև ավտոբուսի նստելը, իջնելուց չէ, նստելուց ինքը ծխել է, ես գնացել եմ, ինձ ասել է պապիրոզը ճակատիդ կհանգցնեմ, պապիրոզը վեկալ է ջարդե գցել եմ, ինքը ծխելուց, ավտոբուսից ծխելուց չիջնելուց չի եղել, ինքը հակառակ ինձ եկե հայուի է բան, սենց բաներ ասում եմ, մի հոգի կարող եք բերել։ Իսկ ավտոբուսի աշխատողներ, որևէ քաղաքացիներ, որոնք նստել են, չեն արձակնվել գործով։ Ոչ մեկ, ոչ մի բան, ոչ մեկին չեն բերում, կամ չեն ուզում բերեն, ես չեմ հասկանում։ Ինքը ասում է 24-ից 28 հոգի մարդ է եղել ավտոբուսի մեջ, շատ լավ, գոնե մի հոգի կարակ բերեք, չեմ ասում 3 հոգի, որ օրենքով 3 հոգի պետք է։ Մի հոգի թող բերի, ասի այս մարդը ասել է, հա, սենց բաները արել է։ Ես սվարչիկ եմ, իմ պրարաբին կանչել են, ասում է այդ մարդը եթե խմած լինի ինքը չի կարա աշխատի, մենք իրեն չենք թողի ընդհանրապես աշխատի։ Ասում են, որ դուք հարբած եք եղել, որ հարվածել եք դա։ Շոֆերն ասում հարբած է եղել, հարբած քնած էր ավտոբուսի մեջ, հելավ էլի նորից շարունակեց, այս բաներ է խոսում, որ աբսուրդ է։ Հիմա ձեր բողոքը ինչումն է, որ ձեզ 10 տարվա ազատազրկման են դատապարտել, վերաքննիչ է բողոքարկե դատախազը, կրկին եկել է գործը առաջին Այծյանի դատարան, կոնկրետ նոր քննության։ Ու ես ոչ թե դրա համար, որ իրա բողոքով են վեկալը, ես էլ բողոքեցի, մի չվեկալեն իրանը վեկալեն, որ քիչ է տվել 10 տարի։ Ես ընդրում եմ, որ ներքին համոզմունքով են ինձ դատում, որ մի հատ ապացույց չունեն, մի հատ օրինական ոչ մի բան չունեն։ Նկարածը, նկարած մարդիկ նայում են, ասում են մենք դեմքով էլ չենք տալի, դեմքնից էլ ցույց չի տալու։ Ես չեմ ասում, ես չեմ խփել։ Խփել եմ իրա խփելուց հետո, էդի հաշվի չեն առնում։ Անստեղ է ինքը ինձի խփե, որ ավտոբուսը կանգնած է 5-րդ մասիվում, այս կողմից նկարող կամերաներ կան, հիմնարկություն կա, այն կողմից չկա, անտառ է։ Նոր հետևը նոր հիմնարկներ են, այն կողմը համայի դաշտ է, իրանը նկար չկա։ Ասում է կարա, ասում է լինի, որ ձեռով ոտով դատաբժիշկին է հարցնում, ձեռով ոտով խփած լինի, ճղած լինի, քերձած լինի։ Իմ ծնգին ճղած, քերձած, ձեռով ոտով, ով կարա ճղի, շլվարի վրից ճղի ձեռով ոտով։ Ոտով, լավ, ձեռով ոնց կարա ճղի, եթե ձեռը բան չկա։ Իսկ իրանք էդի ուզում են ասեն, որ հնարավոր է, որ ձեռով ոտով ճղած լինի, քերձած լինի։ Պարոն Հակոբյան, այսինքն դուք կարծում եք, որ ոչ օբյեկտիվ քննություն է լինում, հիմա ուզում են ձեզ ավելի խիստ դատեն, 10 տարին քիչ են համարում։ Այո, քիչ են համարում, ես համաձայն չեմ 10 տարում, բայց իրանք 10 տարին քիչ են համարում ու դրա համար էլ ուղարկել են, որ 10 տարին ավելացնեն։ Հոտվածը չեն էլ ուզում փոխել, naoborat իջացրել են առաջի մաս, ուզում են բարձրացնել նորից երկրորդ մաս, նորից ավելի դատեն։ Այսօր ինչ է տեղ ունենալու նիստերի դահլիճում, դուք ինչ եք հայտարարելու, որ ձեր նկատմամբ պատիժը խիստ լինի, ինչ եք անելու։ Ես ցավոտ տանեմ, ինձ այսօր ասել են, որ դու պետք է խոսես, ես ինչ որ հիմա ձեզ եմ ասում, նույն մանրամասը իրանց եմ ասելու։ Ես ուրիշ բան չեմ կարող ասեմ իրանց։ Հիմա տնային կալանքի տակ եք գտնում, խափանման միջոց է։ Կալանքի տակ եմ գտնվում։ Մարտի 17-ից տեղ եմ տնային կալանքի մեջ եմ։ Ես չեմ կարող մտամ մի հատ հիվանդանոց։ Թույլտվություն եմ ուզում, տալիս է, պրոբացիան չի տանում, չեն կարող, ասում են մեկի վրա է գցում, ասում է չի եկել, դատավորի թույլտվությունը չի հասել, տեղից չի արել, ինչ է, խառնաշփոթ է, դե գոյություն չունի ոչ մի բան ամսալի։ Օրինական ոչ մեկ ոչ մի ձևի չի աշխատում։ Դուք առողջական խնդիրներ եք պարապում։ Ես առողջական 3 անգամ սրտի օպերացիա եմ արել, 1, 5 անգամ օպերացիա եմ արել, գրիժա 2 հատ, կեմարոզ, տամոքս, կոչ, 3 անգամ էլ սրտի օպերացիա։ Լյարդից ցերոզ ունեմ, վրան էլ ռակ ունեմ։ Այդ ռակի համար պետք է
թույլտվություն տային այդ հայ հասնեի բան, այդ Ֆարաջյան, այդ ռուսկաբանական ինստիտուտ, այս մարտի 17-ից մինչև այսօր ես չեմ կարող հասնեմ հիվանդանոց Եք դիմել, որ համապատասխան թղթերը չեն դիմել եմ, դատավորացում եմ, ես ուղարկում եմ, թող պրոբացիան գա ձեզի տանի, պրոբացիան էլ ասում է չի ուղարկե կամ ուղարկել է ու չուղարկե։ Մեկը մյուսի վրա է գցում փաստացի ձեր Այո, մենակ իմ մեջ է դաժե հիմնարկում էլ այդպես բաներ կան, անում են շատ մարդիկ, դաժե մեռնում են։ Անցած տարի 28 հոգի մարդ մեռավ, այս տարի 2 հոգի մարդ մեռավ։ Թող իրանք օրինական դատեն, եթե իրանք ապացույցներ չունեն, իր խոսքերին են հավատում, որովհետև ինքը երթվում է, ես էլ եմ երթվում, ես կռված տղա եմ օրենքով, թուղթ համասով, վայնի բիլետով, 44-ամյա օրվա կռված եմ։ Դատախազը ասում է, դու իրան ինքը հելնում ասում է, ինքը հնձի ասում է, բան արել է, հետևել է իմացել է, որ ես բաքվեցի հայ եմ, եկավ ասում է նշան բռնեց, խփեց ուղիղ սրտիս, աբսուրդ։ Դատախազն ասում է ինքը կանխամտածված փորձսպանություն էր ուզում անել, ուզեցել անի, կանխամտածված, հետի տանում է ցմտը է հոտվածինը, մեջի ցմայել կա, կանխամտածված ասում եմ, երկու հատ դատախազ եմ հանել դուս, իրանց մոտով գնացել են, չեն կարացա, ապացեն գնացել են, ասում եմ, եթե ես կանխամտածված սպանություն փորձ էի անել, ես վդի նստեի մտածեի, ոչ թե գայ առավոտ ժամ 8 հասկես, սաղ ավտոբուսի ժողովրդի մեջ, փողոցը կամերաների դեմը սպանեի, եթե սպանելու եք սպանեի, խպել է ինձ, ինչի չեք բան անում, իրանք անընդհատ բան են անում, ցրում են, ասում են, կարող է ոտով ձեռով իրար հետ միջև, ես ուզում էի դանակը հանեի, որ իրեն օգնություն ցույց տայի, ինքը հանեց, խփեց գետնի, ես իմ ինչ արեցի, ոնց կարա ինքը սրտից դանակը հանի, եթե սիրտը ծակած չեղածը, հանի, այդ ընթացքում ինքը իմ հետ կռվի, այդ դանակը ջարդի, քան իրան տանեն, ինքը չմեռնի, այդքան արունք կորցնի, ցավը տանեմ, դա հասարակ բժշկական լոգիկա է, ես բժիշկ չեմ, բայց ես կրթված տղա եմ։ Օպերատոր եմ ես աշխատել, կինոռեժիսոր, կինոտեխնիկում եմ արտավորեն ժամանակ սաղ մեջներ մտնում, ռեժիսոր, օպերատոր, ամեն ինչ։ Ինչ սպասելիքներ ունեք դատարանից։ Ես գիտեմ, որ մարդը ես չեմ իմանում, ոնց մտի ինձի դատի, եթե դատախազի բանն է վերցրել, բողոքը, ոչ թե իմ բողոքը, ուրեմն նշանակում է սպասելիքները ավելացնելն է, հոտվածը ոչ փոխի, ոչ բանի, հələ մի հատ էլ առաջի մասը բարձրացնի, երկրորդ մաս այն մի դատավորը իջացրեց, մինիստրում 3 հատ նիստ արեց, վրա շուտ, 5 րոպեն մեկ նիստ էր անում։ 10 տարի ներքին համոզմունքով, ասես, ներքին համոզմունքով 10 տարի ես դատում եմ։ Նույնը ինքն է անելու։ Ոչ ապացուցում են, ոչ բան ունեն, ոչ վկա չունեն։ Թող մեկը գա ասի, ես չեմ ասում չգա, նաբարոտ խնդրում եմ, թող մեկին բերել էին, որ մի աստանովկա ուշ է նստե, մի աստանովկա շուտ է իջե։ Ու հետն էլ ասում է, որ ես ասում եմ, այս շոֆերին ասում եմ, հետը 2 անգամ վիճվել եմ իրա վատ քշելու համար։ Այդպիսի վկա եղել է։ Այո, իրանց վերած վկան է, ես չեմ վերել։ Իրանց ճարեց վկան է, իրանք գիտեին, թե էսի ուշ նստե շուտ իջել, սպասից իրան բերենք, մարդն իշկար են ասեց, ես մարդ ասեց, ընեցա քշում, սավ ժողորդը կոտորվում է մեջը, 2 անգամ ես հետը վիճվել եմ։ Հիմա շարունակում վարորդ դիրել, հա, թե չի շարունակում։ Չեմ իմանում ես։ Ասում եմ ոտերը, ասում եմ ես իջել եմ, որ տենամ հայլին ջարդվել է, թե չէ, ասում եմ հայլին դեր խփում։ Հայլին դու ներսից է կարել տերը ջարդվել է, թե չէ։ Դու վերցրեցիր իջար, եկար խփեցիր, ասիր եսա գալու եմ քեզի սպան։ Ասում եմ ինքը ինձ ասեց, ես եմ քեզի սպան։ Ես որ չեմ բողոքում։ Ասում եմ բողոքի իրան փակենք։ Ու մենակ ասում են։ Չէ, ասում եմ քերի։ Ասում եմ մարդ, վիճվել ենք, հա ինքն է խփել, թող է սպանել։ Ես էլ հանել եմ, ծակել եմ, ոչ թե խփել եմ, որ մեռնի։ Կրացավ կպավ սրտի կողմը։ Ասում փախել ես, ես չեմ փախել, ես զանգել եմ իմ դատապաշտպանին, ասել է տուն է նստի, հեսա կգամ իրար հետ կետանք քաղմաս։
Ցավը տանեմ։ Գնացի տունը նստել եմ, որ դատապաշտպանը զգա, դե ինքան էս չուր ազատ է, ասեց, հեսա կգամ։ Այդ ընթացքում միլիցիաներն եկան ինձ տնից տարան, որ փախնելու եք, խի է այդ տունը սպասում։